Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողների մի մասը դժգոհում է։ Ասում են, ծանրաբեռնվածությունն աճել է, բայց աշխատավարձները նվազել են։ 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող բժշկական գիտությունների թեկնածու Էլիզաբեթ Գրիգորյանն ասում է, դա չպետք է արվեր բժշկի աշխատավարձի հաշվին։ Փաստորեն պետությունը, նախարարությունը շատ քիչ է փոխհատուցում նեղ մասնագետի խորհրդատվության համար գումար։ Եվ մենք դրանից ստանալու ենք փաստորեն շատ չնչին գումար։ Պոլիկլինիկաներում վերջին ամիսներին աշխատանքը զգալիորեն ակտիվացել է։ Համընդհանուր ապահովագրության մեկնարկը մեծացրել է դիմելիությունը, իսկ բժիշկների խոսքով նաև իրենց պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը։ Առողջապահության նախարարությունը արձագանքել է փոխհատուցումների ուշացման վերաբերյալ հարցերին, հայտարարելով, որ պետպատվերի շրջանակում տրամադրված բուժծառայությունների դիմաց վճարումներն արդեն իրականացվել են։ Ինչ վերաբերում է ապահովագրական փոխհատուցումներին, գերատեսչությունում պարզաբանում են, նոր համակարգի ներդրման առաջին ամիսն է եւ բուժկենտրոններին լրացուցիչ ժամանակ է տրվել հաշվետվությունների ճշգրտման համար։ Արդյունքում մի քանի օր ուշացում եղել է, որը ըստ նախարարության խնդրահարույց չէ։ Փոխհատուցման մեխանիզմն առաջիկայում կներկայացնենք, որ առավել պարզ լինի, փետրվարը կամփոփենք եւ կտեսնենք, թե եւ վիրաբուժական, ընտանեկան բժիշկների, թերապևտների մասով աշխատավարձի փոխհատուցման ինչ պատկեր է, դրական ինչ փոփոխություններ են եղել։ Որոշ ուղղություններով փոքրիկ հարցերի իհարկե հանդիպում ենք, բայց դրանք հետեւողականորեն դիտարկում ենք եւ լուծում ենք։ Մինչդեռ բուժաշխատողները պնդում են, խնդիրը միայն համակարգային փոփոխությունները չեն, այլ ֆինանսական հատվածը։ Սրտաբանի խոսքով, նոր համակարգում նեղ մասնագիտական խորհրդատվության փոխհատուցումը զգալիորեն նվազել է։ 7500 դրամի մեջ ներառում են հիվանդի զննումը, խորհրդատվությունը, բուժման նշանակումը եւ տվյալների ամբողջական մուտքագրումը առմետ համակարգ։ Եթե մենք միջինում ամեն խորհրդատվության համար ստանում ենք 15000, դրանից ֆիքսված մոտ 30% էր գալիս մեզ, հիմա պետությունը փոխհատուցում է 6000 դրամ, որից մենք ստանալու ենք 700-ից 1500 դրամ։ Իմ կարծիքով այս հաշվարկ կլինի, որոշում կլինի, կարգ կլինի, պետք է վերանայվի եւ անկախ նրանից, թե օրինակ մեր գործընկերների աշխատավարձը կվերականգնվի գոնե վարձագույնը նախկին աշխատավարձի չափով թե ոչ, մենք պետք է մինչև վերջ գնանք, որպեսզի բուժաշխատողը կարողանա արձանաբար պայմաններում աշխատել, գործունեություն ծավալել։ Բժիշկները նաև հիշեցնում են, յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է վերահաստատեն իրենց մասնագիտական հավաստագրերը, հավաքելով 220 կրեդիտ։ Յուրաքանչյուր կրեդիտի համար վճարում են 1000 դրամ, ինչը ևս լրացուցիչ ֆինանսական բեռ է։ Այսպիսով, մինչև նախարարությունը խոսում է տեխնիկական ուշացումների եւ համակարգի կայացման մասին, բուժաշխատողները պահանջում են վերանայել ֆինանսական հաշվարկները։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։